մեր արագին վերջին մասն է, չէ գիտեր որ աշխապ երգային պիտի դեվե, բայց որքան սկսա սերդել, ավելի դեսա ճշմարտություններ, որ պետք ունենք ամեն մեկս, որովհետև շատ բարձ է այս արագը, բայց երբ որ կորզնականի գա ամեն կսալ նույն դժվարություններ ունենք, ինչպես անցյալ չորեքշաբթի, այնքան չորեքշաբթի, անցյալ գիրագի, երբ որ սերդեցինք, թե ինչ են պետքերը, ինչ են կարևոր բաները, որպեսզի հողի մեջ ցանված հունդերը բդուղ բերեն, առաջին մասը տեսանք, թե կարևոր է, որ լսենք, եւ համարը, որ մեզի այս ճշմարտությունը հայտնեց, Մատթեոս 13:23-ն է, որ գսե, իսկ լավ հողի մեջ սերմ ստացողը ան է, որ խոսքը գլսե եւ գհասկնա, նաեւ բդուղ գուտա, որ գբերե մեկը 100, մյուսը 60, մյուսը 30։ Եվ գետրոնացանք լսելու մասին, չեմ ուզեր շատ երկար խոսիլ անոր մասին, մեկ բան միան թե գուզեմ շեշտել, որ լսելը եւ մդի գնելը երկու տարբեր բաներ են։ Գրնակ ինձի լսել այսօր, բայց կարելի է որ մդիկ չնեք։ Hearing and listening, two different things. Եվ դերը գբան չէ, որ մենք միան թե խոսքը լսել չլա, այլ մդի գնենք։ Այսինքն մդի գնելը գբահան չէ, դիսցիպլին, տաստիարակություն, որ մենք մեզի բարդատրենք խոսվածը մեր սրդերու մեջ տանելու, որովհետև շատ թյուրությամբ ինչպես գնանք տարբեր նյութերով մեր մտքերը ծրված լան եւ ամեն բան որ խոսվի մեր սրդին չհասնին։ Եվ այսօր երկրորդ մասը եւ երրորդ մասը պիտի անենք այս համարին, որ գսե խոսքը գլսե եւ գհասկնա։ Երբ որ մեկը գլսե եւ մդիկ կնե, հաջորդ քայլը որ պետք է, որ անցը ընե հասկնալն է։ Արագած 8:9 շատ քեղեցիկ համար մգա գսե իմ խոսքերս բարձ են անոնց որոնք հասկացողություն ունին։ Հստակ են անոնց որ գփապակին հասկնալ։ Հետաքրքրական է, չէ՞։ Շատ անգամ երբ որ բամը գլսենք, սեմ չհասկացա եւ գցկենք, որ ադիգա չհասկացած մնա։ Բայց աստեղ գսե իմ խոսքերս բարձ են անոնք որոնք հասկացողություն ունին, հստակ են անոնց որ գփապակին հասկնալ։ Արդյոք գփապակիս հասկնալ Աստծո խոսքը որ գլսես, լադիգա գիրագի օրեր, լա չորեքշաբթի, ցեզ մե ոմանք երեքշաբթի ալ գմյանան։ Շատ լավ է միանալը, լսելը, մդի գնելեն վերջ կարևոր պետք է հասկնալ։ Սորվիլը կյանքի մեկ մասն է։ Շատ մաներ, որ մենք սորված ենք, մենք կյանքի փորձառությունով սորված ենք, որոնց չանք չենք թափեր, բարձաբես մեր կյանքի մեջ բադահարներ գլան եւ անոնց մե գսորվինք բաներ։ Ամեն կսալ գսորվինք մեր դեսածներեն, գսորվինք մեր լսածներեն, գսորվինք մեր համդեսածեն, գսորվինք մեր շոշափելեն եւ հոդարութենեն։ Ասոնք բարձ բաներ են, որ ինքնաբերաբար մեզի սորվելու գտանին։ Բայց այս տեսակ սորվիլը դարբեր է թիդմամբ սորվել են, intentionally։ Ինչ է դարբերությունը։ Երբ որ թիդմամբ կսորվինք բամը, ասել է թե նպատակով կսորվինք, դեղմը հասնելու, փանիմը, նպատակագետիմը հասնելու։ Թիպվածով չէ, որ այդպես գիտությունը մեզի կհասնի։ Եվ այս ընելու համար պետք է մեր լսածը, որ մեզի կհասնի, մդիկ կնենք եւ անիգա գսկսենք այսպես փզիկ գնել լսեմ, կդրադել dissect անգլերեն բառն է, ճիշտ հայերեն ինչ է չեմ սպստաչեմ, բայց շատ լավ բառն է dissect դնել, ինչպես որ high school-ի մեջ եթե գիշեք, lab-ին մեջ dissect գնենք կենթանիներ, որովհետեւ նայենք թե ինչ կա փորին մեջը կամ մգանները, ինչպես այս կենթանին գազմված է։ Եվ ասիգա նույնը պետք է լա փամը հասկանալու համար, երբ որ փամը գլսենք, այսպես գդրդենք
որ տեսնենք ինչ բանի համար այս խոսքը մեզի հասավ, ինչպես այս խոսքը օգտակար կգնալ մեզի, ինչպես գաշխատի մեր լսածը եւ ինչ աստեցություններ կգնան ունենալ մեր կյանքերում վրա։ Եվ այս հասկանալով է որ մենք կգնանք այս գիտությունը կործածել, որբեսի շիդակ որոշումներ անցնենք մեր կյանքերեն ներս։ Վստահ եմ, որ շատ բաներ, որ ցեզի գասնի, շատ անգամ լման չեք հասկնար։ Ինձ երեք գիշեր բադայեցավ։ Լսին է մեզի սիրելի հայաստանցի զույգի մդունը կացած էինք, շատ ռուսերեն գործած են իրենց հայրենի մեջ։ Ժամը 10 էր եւ դեռ մահասավ, որ այլևս միտքս չեր գնար հետևցնել, թե ինչ կուզեն ասել այդ ռուսերեն բառերով։ Եվ ասի վրաս չունի, ադալ չի հասկնամ։ Եվ մենք շատ անգամ այդպես կնենք, նույնիսկ այն բաներում, որ Սուրբ Գիրքեն կգարտանք եւ չենք հասկնար, գսենք հիմա թող մնասի, վերջ ուրիշ օր ետ գուքամ ասոր, լավ կհասկնամ։ Բայց այն բաները, որ գծկենք, որ վերջը հասկնանք, շատ հավանական է, որ երբեք պիտի չհասկնանք, ասեմ մադիգա։ Ուրեմն Երբ որ Հիսուս խոսի ոստեղը հասկնալու մասին, գլսենք, մտիկ կնենք, հասկնալու չանք պետք է թափենք։ Մինչև որ չհասկնանք, պետք է ցկենք այդ նյութը։ Երբ որ փամը մեզի գուքա նյութը ինչ որ լա մեզի գասնի եւ չենք հասկնար, այդ վարյանին կարևոր որոշումը ունենք անցնելու, թե պիտի փորձեմ ասի հասկնալ, թե ոչ պիտի ցկեմ, որ երթա առանց հասկնալու անցնի վրա ես։ Եվ Աստծո խոսքին նկատմամբ ցեզի գնամ ասել, որ անպայման պետք է չանք թափենք, որ այդ բանը հասկնանք, որ Աստված մեր առջև կբերե, որովհետև մեր պետքն է, մեր օգուտին համար է եւ անոր աստեցությունը մեծ պիտի լա մեր հավատքի կյանքի մեջ եւ Աստծո թակավորության մեջ։ Այն բանը, որ Աստված գհայտնե մեզի, լսել գուտա, անոր յետևը մեծ նպատակ մգա, մեծ օգուտ մգա, որուն համար պետք է չանք թափենք, որբեսի հասկնանք, եթե չկարողանանք հասկանալ այն ճշմարտությունը։ Հասկացողությունը սիրելիներ, հասկանալը գուքա վճռագամութեն է։ Վճռագամը լալ, որ լսածս պիտի հասկանամ, գուզեմ հասկանալ։ Այն անձը, որ գլսե Աստծո խոսքը եւ կհասկանա, գնմանի archaeologist-ը, հնակետը, որ ինչ կնե, հողը մեկ-մեկ, ասենք layer, գեղև առ գեղև, հողը գհանե, որբեսի հասնի այն բանին, որ ինքը կփնտրե։ Եվ Աստծո խոսքին բարակային այն խոսքը, որ մեզ գասնի, մեջը ճշմարտություն մգա, եւ պետք է մենգալ, ինչպես archaeologist-ը հողը գվերցնե, որբեսի հասնի իր փնտրածին, մենք ալ կարնանք հասնել այդ խոսքին ճշմարտության, որ մեր կյանքին օգտակար պիտի դառնա, որ մեզի բդղապեր պիտի դարձնե։ Եվ ասիգա հոգնեցուցիչ կորձ մնե։ Չեմ գիտեր քարիներ դիդած archaeologist-ներուն կորձը։ Արևին դագը գերտան ժամերով, բրաշով, այսպես հողը վրայեն գանցնեն։ Կորձ է, աշխատանք ուզե, չանք ուզե, եւ ճիշտ նույնն է Աստծո խոսքն ալ մեզի համար, եթե գուզենք մեր մեջը բդուղ բերե։ Եվ վստահ եմ, որ շատերդ, երբ որ Աստծո խոսքը գսերդեք, այդպես ժամանակ կուտակ, վերջավորության, երբ որ ճշմարտությունը այսպես մեջտեղ կա, ասեք, ինչ աղոր բան կդա։ Իրապես Աստծո խոսքը քանց է։ Եվ երբ որ ճշմարտությունը գհայտնվի, մեզի զորություն կտա, ուրախություն կտա եւ անշուշտ մեզի կաջեցնե։ Վստահ եմ, որ շատերդ մոռացած եք, բացի այս կողմ նստողներն եւ դասարտները, որ թեր քնություններ կանցնեն, եթե քնության կպատրաստվիս եւ քնության վերջին օրն է եւ փամը լման չես հասկացած, լավ նշան չէ ադիգա։ Կփորձես ամեն չանք կթափես, որբեսի հասկնաս, որովհետև եթե չհասկնաս քնության օրը պիտի ցախողիս։
Ինչու՞ չէ մեր հավատքի կյանքերում մեջ այդպես չենք վարվիր։ Ամեն օր քնություններ կան մեր կյանքի մեջը, եւ եթե ճշմարտությունը չենք հասկանար, այդ ճշմարտությունը մեզի պիտի չգարնա օգնել, որովհետեւ իմ կյանքից կգնամ ցեզել այն բաները, որ դերը կյանքից մեջ կբերե խոսքերը օրվա մեջ, այդ օրը կամ քալիք մի քանի օրերի մեջ այդ ճշմարտության պետք ունենամ, որբեսի կործածեմ։ Եթե բդու պիտի բերենք, պետք է որ այդ խոսքը հասկանանք։ Ինչպես չորեքշաբթի օրնալ օրինակը բերի, Աստծո խոսքը գսե լույս է։ Աստծո խոսքը չես վարեր փոսի մեջ ինալետ վերջը։ Աստծո լույսը գվարես, որովհետեւ քալածադենը փոսի մեջ չինաս։ Եվ շատ քեղեցիկ, երբ սելես վերջը, երբ որ նորակույններ գարձեմ շեշտեց, սկսա ես մտածել սադիս ֆրասի, որ քանի անգամներ ինալես վերջը լույսը գվարեմ եւ ադիգա ոչ մեկ օգուտ կնե։ Ուրեմն հասկանալը այդ է որ գնե մեզի։ Եվ անշուշտ վերջին հասկանալը վերջ կարևոր է որ գադարելաբես հնազանդինք մեր հասկացածին, որբեսի անոր օգուտը քաղենք։ Հակոբու 1:21-24 կսե. «Ուստի թոթափելով ամեն աղդեղություն ու չարամտության ավելցուկ, հեզությամբ ընդունեցեք ձեր մեջ դրված խոսքը, որ կարող է փրկել ձեր անձերը, սակայն խոսքը կործատրողներ եղեք, եւ ոչ թե միայն լսողներ, դուք ձեզ խաբելով արդարև, եթե մեկը միայն լսե խոսքը չկործատրե, կնմանի մարդումը, որ հայելի մեջ գտիդե իր բնական երեսը, որովհետև գտիդե ինքսինք ու գերտա եւ իսկուն գմորնա թե ինչպես էր։ Աստուծո խոսքը մեզի հայելի մնա, ինչպես Հակոբոսի մեջ հոս մեզի կբացատրվի։ Մեզի գծուցնե ամեն բան, որ շտկվիլ գուզե մեր յանքի մեջ, որբեսի բդուղ բերենք։ Գվերցնե ամեն արգելքները, որ բդուղ բերելու թեմ գաշխատին։ Իսկ եթե Աստծո խոսքը, որ մեզի գհայտնվի, գհասկանանք եւ անոր վրա քայլ չեն գարներ, նորեն լսելնից, հասկանալնից ամեն բարաբի գերտա եւ ոչ մեկ օգուտ կքաղենք։ Հիսուս այս արագի մեջ մեզի գսե թե ամբոր գլսե մդիկ կնե եւ գասկնա պետք է նաեւ բդուղ բերե։ Ինչ պիտի բդուղ բերե, ինչպես բդուղ գուզե գրնա բերել, գսե մեկը 30, մեկը 60, մյուսը 100%։ Ամենք սալ գրնանք բդուղ բերել մեր կարողություններով, մեր դաղանտներով, որ Աստված մեզի տված է։ Բարձաբես մեզի գինա մդի գնել հնազանդիլ, հասկանալ եւ հնազանդիլ։ Հնազանդությունը դժվար է, որովհետեւ մեծամասնությունից զորավոր գամք ունեցող անձիկ ենք։ Ամենք սալ կսիրենք մենք մեր ուզածն էլ։ Երբեք չենք ուզեր մեկը մեզի ասե ինչ պիտի ունենք, կամ ուր պիտի երթանք, կամ ինչպես փամը պիտի ունենք։ Ուզենք անգախ լալ ամեն բանը։ Մենք մեզի հոգ դանելով մեր գարձածին պես։ Եվ մենք մեզի գահամոզենք, որ մենք ամեն բան գրնան գնել եւ մենք լավակույնը գնենք։ Եվ ասիգա բարձորեն եթե բիդիսեմ մեղքի փնությունն է, որ մեր մեջը կփնագի։ Եվ ասիգա գոդրելու համար պետք է որ մենք լսենք Աստծո խոսքը, հասկանանք եւ հնազանդենք։ Ինչ է խոսքը, որում մասին խոստեղը մեզի Հիսուս կսե խոսքը լսել, հասկանալ եւ բդուղ բերել։ Խոսքը հոբանում մեկին մեջ շատ հստակ կլա, թե ինչ է կամ ով է։ Հոբանում մեկին կսե սկիզբեն էր խոսքը ու խոսքը Աստծո կով էր եւ խոսքը Աստված էր, ան սկիզբեն Աստծո կով էր, ամեն ինչ եղավանով, եղածներեն ոչ մեկ եղավարանց անոր։ Կյանքը անով էր ու կյանքը մարդոց լույսն էր։ Լույսը գփայլեր խավարի մեջ, բայց խավարը չջանցավ զայն։ Եվ 14 համարը գսե, եւ խոսքը մարմին եղավ ու մեր մեջ բնակեցավ, եւ թիդեցինք անոր փառքը հորը միածինի փառքին պես, շնորհքով եւ ճշմարտությամբ լեցուն։ Ինչ է խոսքը։
Հիսուս Քրիստոս ինքն է։ Հիսուս Քրիստոս պետք է մեր սրտերում մեջ բնակի։ Այն նույն Հիսուսը, որ Գողգոթայի վրա խաչը ելավ, մեր մեղքերուն բադիժը ինքը գրեց, որբեսի մենք կյանք ունենանք եւ ալ ավելի կյանք ունենանք։ Եվ 14-րդ համարը գսե խոսքով ու ճշմարտությունով լեցուն։ Եթե գուզես, որ ճշմարտության մեջ ապրես, պետք է Հիսուսը քու կյանքիդ մեջ դիրե, քու կյանքիդ մեջ իշխե։ Լսե Հիսուսի ցայնին, ամենադեն որ գխոսի քեզի, եւ չանկրե որ հասկնաս, հասկանալ են վերջանշուշտ հնազանդ է։ Եթե դժվարություն կա լսելու, հարցուր քեզի ինչ բանն է որ արկել կդառնա որ ես Հիսուսի ցայնը չեմ լսել։ Իմ մեջս պետք է բնագի Հիսուսը։ Ինչու արդյոք Հիսուսի ցայնը չեմ լսել։ Եվ եթե անգեանտին գլսես ցայնը, բայց քու սրդիտ մեջ բդուղ հարած չի կար աղոթե եւ փնդրե դերոջ մեն որ քեզի ցուցնե ուր է քու դժվարությունդ թերևս ցուն ինչպես Մատթեոս 12-ի մեջ Հիսուս ուրիշ արագ մնալսա որ դաղանցը դվավ այդ անցին որբեսի երթա բդուղ բերե ավելցնե իր ունեցածը բայց քնած բահեց կա խորելով որ իր դեր բանջկոդ է երբ որ կա իր մե պիտի բանջե եւ փամը չրավ իր դաղանտին է անոր համար վերջավորության բադիժի արժանացավ այսօր այն բանը որ դերը քեզի գհասցնե իր ցայնով հասկանալով հնազանդության անցուր եւ իդեսնես որ քու յանքիդ մեջ 30, 60 եւ 100% բդուներ պիտի կան ամենադեն դերը օրհնե բոլորիդ